Եկեղեցին բավարար ուժ կարողություն պիտի գտնի, այս եպիսկոպոսների թիվը պիտի ավելի ստվարանա եւ ի վերջո կարծում եմ որ կաթողիկոսը պիտի տեղի տա, պիտի գնա հանգստի եւ նոր եկեղեցում տեղապահ պիտի ընտրվի, կաթողիկոս պիտի ընտրվի, նոր կանոնական լուծումներ պիտի գտնվեն այն ամբողջ խնդիրներին, որոնք մենք վերջի շրջանում նաև ես որպես նախկին ճեմարանական նոր եմ իմանում թե ինչպիսի բարքեր են գործել եկեղեցում այդ չենք կարող թույլ տալ առողջացման մասին խոսեցիք եկեղեցու ճիշտ եմ հասկանում չէ որ առողջացնող հոգևորականները առնվազն պետք է լինեն չկեղտոտված անցյալով հոգևոր կյանքին ավելի մոտ բայց այս դեպքում մենք տեսնում ենք որ 4 սրբազաններից կոնե մեկի մասով կրկին կար սկանդալ որի մասին խոսում էին 4-ի մասով ես ձեզ կարող եմ լիքը սկանդալներ պատմել հիմա սա երկակի ստանդարտների մասին չի խոսում ի տարբերություն մյուս սրբազանների որոնք այսպես շարունակում են կարճած մնալ Գարեգին վեհափառին այս եպիսկոպոսները ասում են այո մենք մեղավոր ենք բայց այսպես այլևս հնարավոր չէ շարունակել մյուս եպիսկոպոսները ասում են մենք մեղավոր ենք ձեզ էլ մեզ եկեղեցու պետության հետ կտանենք կործանման հիմա մենք պիտի ընտրենք այս երկու խմբերի միջև